Փարքնեժդեհին աջակցելով Արցախից բռնի տեղահանված հայերին, բայց զուգահեռաբար մի քննադատական խոսք ունեմ ասելու։ Սիրելի Արցախահայ, դու քո տնից զրկվել ես քաղաքական որոշման հետևանքով։ Հասկանում եք, Լավրովյան ծրագրով, նոյեմբերի 9-ի Պուտինի սարկած փաստաթղթով, Նիկոլի հայտարարությամբ, որ Արցախն Ադրբեջանն է, հասկանում եք, դու բնական աղետի հետևանքով չես տնազրկվել, որ եկել ես կառավարությունից ընդամենը 50,000 դրամի համար ցույց ես անում։ Հասկանում եք, ինչ-որ հրաբուխ տեղի չի ունեցել, որ օդ են արտանետվել թունավոր գազեր, որտեղ ապրելու համար ոչ բարենպաստ պայմաններ են, դու լքել ես քո տունը, հիմա եկել ես խնդրում ես, թե քեզ 50,000 նպաստ տան, չկտրեն հանգարց, հա, մի 10,000 էլ ավելացնեն։ Հասկանում եք, ոչ էլ ատոմային ռումբ են գցել Արցախի վրա, որ ասենք մի 100 տարի այնտեղ ապրել հնարավոր չի։ Թղթի վրա ստորագրել են, տեսար չէ, Խարվաճարից ոնց դուրս եկար առասկրակոց, Բերձորից, հետո Ստեփանակերտից։ Դու ոնց ես գնացել հրապարակ ու ասում ես ես քաղաքական պահանջ չունեմ։ Կարող է Քոչարյանները, Սերժիկները քեզ խաբում են։ Իմ մոտ մտավախություն կա, որ սրանք քեզ ասում են, որ համբերեք, հեսա Պուտինը Ուկրաինայում հարցերը կարգավորի, գալու է Ալիևի ձեռից Արցախը խլի, տա ձեզ նորից։ Դուք այդքան մանգամիտ եք։ Ես ենթադրում եմ, որ նման կերպ ձեզ խաբում են, որ դուք մինչև հիմա մի հատ թթու խոսք այդ Լավրովյան պլանով, այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, այդ Նիկոլի հայտարարություններով, որոնք ամբողջությամբ ռուս-թուրքական առևտուրն էին հովանավորում, ապահովում այդ process-ը։ Դուք չեք խոսում։ Դուք երբ պետք է դուրս գաք այդ Քոչարյանը, չսիրելով Ռոբերտին մնացել եք իր ազդեցության տակ։ Երբ պետք է գիտակցեք։ Ես չեմ հասկանում, ինչ պետք է անի ռուսը ձեր հանդեպ, որ դուք լավ, ինչքան էլ ձեզ խաբում են, սխալ տեղեկատվություն են տալի, ասում են Պուտինը ուզում էր չստացվեց, ինչ ան այդ մարդը, ամբողջ աշխարհը իր դեմ է դուրս եկել, բա ինչ անենք։ Թող սատկի Պուտինը։ Պուտիններին թողեցեք ձեր ճակատագիրը, դրա համար այդ վիճակին եղաք։ Դուք հասկանում եք, որ պետք է կռիվ տակ, պետք է պայքարեք, ինչպես 88-ին սկսվեց։ Ինչ ռուս, ինչ թուրք, ինչ Ռոբերտ, ինչ Նիկոլ։ Դուք հասկանում եք, որ այդ խաղով ձեզ ստիպում են ճնշված մնալ, որ լքեք Հայաստանը նույնիսկ, որտեղ որ եկել ծվարել եք, որ վաղը հանգարց Արցախի հարցը լուծվի, ասեն, բալա ով պետք է գնա այնտեղ ապրի, արցախցիները Հայաստանում չեն։ Ինչպես ասում են, բա Նախիջևանով պետք է ապրի, բա Վանումով պետք է ապրի, հա? Բիտլիսումով պետք է ապրի, Տրաբզոնումով պետք է ապրի, որ վերցրեցիք։ Սկզբից հայաթափում են, դու հայրին կամ ոչնչացնում են, կամ նենց են անում փախնի գնա, հետո ասում բալավ այդ տարածքը լավ ձերն է, ով պետք է ապրի։ Եվ հանգարց մի ապուշ կանգնում ասում է, այդ որ ուզում եք Վիլսոնի Հայաստան, ով պետք է այնտեղ ապրի։ Արա դու վերցրա, ես կապրեմ մենակ այնտեղ։ Դու համաձայնությունը տուր, չեմ ասում արի հետ դու կռիվ տուր։ Դու համաձայնությունը տուր, մի թղթին գրի, որ այս ինչ քաղաքական թիմը ինչ ասում է, ես նրա կողքն եմ։ Դու գործ չունես ապրելու հետ։ Ապրողներ շատ կան։ Ապրելու ձև կա, կարգ կա, օրենք կա։ Հասկանում եք։ Այդ Ռուսաստանում ամբողջը հոր ռուսներ չեն ապրում։ 1/4-ն են, 1/3-ն են դրանք որպես ազգություն քանակով։ Ռուսաստան է կոչվում։ Ձև կա, կարգ կա։ Ձեզ որ վախեցնում են, այս հողը վերցնեք, ինչ եք անելու, ով պետք է ապրի։ Այդ ձեր ցավտան Արցախը 4-ը գեներալով էին օգտագործում։ 4 է, 3 է, բայց այդ 4 էլ չի։ Ամբողջ Արցախը 12,000 քառակուսի կիլոմետրը դրանց սեփականություն էր դարել։ Վարում էին ու ցանում էին, հանքերն ուտում էին, ես ինչ են անում։ Դե որ ասում եմ գեներալ նախագահներն էլ հետն են, էլի, առաջվա գեներալներ չէին, բացի Արայիկից։ Մի անհանգստացեք։ Արժանապատվությունը ամենակարևոր բանն է։ Դեր կանգնեք ձեր ունեցվածքին։ Տեսնում եք, մենք շատ ժամանակ ներշնչել, ոգեշնչվել ենք Արցախի հայի այդ վճռականությամբ։ Ես միշտ հիացել եմ։ Բայց այսօր տեսնում եք, արդեն մեր սահմանամերձ գյուղում, որ արդեն սահմանամերձ է դարել, տեղ գյուղում, որ թուրքերն եկել են տեխնիկական աշխատանքներ են կատարում, չէ՞, վաղ աշտանացան,
հացի դաշտի մեջ, չգիտեմ, այգու մեջ, հասկանում եք։ Մարդն ասում է ԱԱՑ աշխատողին սահմանապահին, ես ինչ են անում, ասում է ինձ մի հարցրա։ Ինձ մի հարցրեք։ Ո՞մ հարցնենք։ Այսինքն քեզ եթե Նիկոլին ասում է հետ քաշվի թող թուրքեն առաջ գան գործ անեն, ուրեմն պետք է մենք քեզ չհարցնենք, Նիկոլին ասենք։ Եթե մեկը շփոթման մեկի տարածք է մտնում, դատի եք տալի։ Այդ մարդուն դու կանք առաջ եկան, բայց թուրքն եկել մտել այդ մարդու հայա, ինչու է թույլ տալի, թուրքը արտոնյալ է, ԱԱՑ աշխատող։ Այսինքն քեզ աշխատավարձ են տալիս, ոստիկան, ԱԱՑ աշխատող, ու հանգիստ մտնում են քո տուն։ Ես այդպես եմ հասկանում։ Այսինքն Նիկոլը կարող է Ալիևի հրահանգով քեզ բարձր աշխատավարձ տա, եւ ասի դե դու մի կողմ քաշվի, ես մտնում եմ քո տուն, ինչ ուզեմ անեմ։ Դու հիմա այդ կարգավիճակում ես ոստիկան ու ԱԱՑ ծառայող։ Քեզ փող են տալի ու մտնում են քո տուն։ Մնացածն իրեն գիտեն ինչ կանեն չեն անի։ Բայց այսօր ինչ է անում այդ գյուղի բնակիչը, խնդրում ասում են զենք տվեք։ Այն որ ասում են դասալիքներ ենք, վախեցած ենք, չէ՞, Ադրբեջանի 11000 դասալիքին Ալիևը Աննային ասես, դու կասես, որ դու 11000 դասալիք ես ունեցել։ Իսկ 11000 մարդ չկրվեց այդ կռվին։ Դասալիք ո՞նց կարող ենք այդքան ունենալ։ Հիմա տեղ գյուղի բնակիչը ինչ էր ասում այն օրը, հայի քաջություն, ասում է, թող ինձ զենք տան, ես կկռվեմ։ Ինձ պետք չի իրան զորքնել, իրենց ոստիկաննել։ Այն մեկն ասում է, լավ, գոնե թող մահակ տան, փայդի կտոր տան, լսեք մարդու կամքը, նրա հզորությունը, ասում է, փեդի կտոր տվեք, ես թուրքի դեմը կառնեմ, ուզում է ԱՏՍ-ով գա, տանկով գա։ Հայը սա է։ Արցախի հայ, դու ո՞նց եղավ, որ այսպես կուչ եկար, թուլացար։ Հələ դες տեղ գյուղի բնակիչը 60-նանց մարդ էր, ասում է, թող ինձ մահակ տա կառավարությունը, ես իմ հողը կպահեմ։ Ու այս ժողովրդին էլ անում եք, դնում ասում եք վախ կոտեն, փախնում են, դասալիք են, դասալիքներն եկել են իշխանության, մնացածին ասում են դուք դասալիք եք։ Ձեզ թափ տվեք ամոթ է, իսկապես ձեզ թափ տվեք։ Ես ուղղակի հիացած եմ տեղ գյուղի ժողովրդով։ Իսկապես կամքներդ պահեք, որովհետև իսկապես մենք անելու ենք դա։ Իսկ Արցախի քո վրա մեծ հույս ունեինք եւ փորձում ենք դեռ ունենալ։ Դու պետք է լինեիր այդ շարժիչը, որ այս ռուս-թուրքական իշխանության նախկին ու ներկա հավասար միասին տապալեինք։ Բայց էլի հույսս չեմ կորցնում։ Ու մի բան էլ ասեմ, որ եթե Արցախը հայությունը հավաքվում են, կամ ինչ-որ միտեղ մարդիկ են հավաքվում բազմահազար ու հանգարց այնտեղ դաշնակներ են գնում, քոչարյանական կամ սերժական մարդիկ են գնում, դա չի նշանակում էլ այնտեղ պետք է ոչ մեկ չգնա։ Եթե ես անհանգստանում եմ այդ իմ հայրենակցի դարդուցավով գնում եմ այնտեղ կանգնում եմ, բայց ինձանից մի ոչ շուտ, ասենք Սերժիկն է եկել, Ռոբերտն է եկել, դա չի նշանակում, որ ես իրենց այնտեղ տեսա պետք է փախնեն։ Ես չեմ ուզում այդ ժողովրդին թողել այդ մարդկանց կմահաճույքին, որովհետև այդ մարդիկ խաբում են, այլ ուղղությամբ են տանում։ Դուք դա մի կոչեք, որ ես գնացի Սերժիկի կամ Ռոբերտի կողքը կանգնեցի։ Ոչ, ես գնացի, որ թույլ չտամ Ռոբերտն ու Սերժիկը այլ ուղղությամբ տանեն։ Դուք այսպես մտածեք։ Մի պարակտվեք, ժողովրդի մեջ տարբերություն մի դրեք։ Պետք է ժողովրդից զատել այս քարյակին, Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ։ Մնացածին իրարից չպետք է զատել։ Դա հանցագործություն է, ծանր հանցագործություն է։ Այնպես որ ժողովրդի կողքին գտնվել, չի նշանակում գտնվել Ռոբերտի, եթե Ռոբերտն էլ է եկել այնտեղ։ Նրա փորացավն այլ է, իմը ուրիշ է։ Այսպես դատեք։ Եթե այսպես չդատեք, կպարակտվեք եւ Ալիևին կհաջողվի գյուղ առ գյուղ Նիկոլի միջոցով ձեռքներցդ վերցնի տա Ալիևին։ Վերցնի տա, այդպես ԱԱՑ-ին կասի հետարի, նա էլ կասի ինձ մի հարցրա Նիկոլին ասա, ես պատրաստ եմ աշխատավարձ ստանամ բարձր ու իմ տունը տամ Ալիևին։ Քոնը ինչի պետք է չտամ։ ԱԱՑ աշխատող այսօր դա է, կամ ոստիկանը։ Գոտե պնդվեք, ամոթ է, փակնժդեհին։